Պարոն Խաչատրյան, տեսեք, ասուլիսում ձեր քաղաքական դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք ակտիվ մասնակցություն են ունենալու հայաստանյան, ներհայաստանյան պրոցեսներին, լինեն ընտրություններ, լինի փողոցային պայքար։ Ընտրություններ են մարտի 30-ին, որևիցե կերպ հստակ հայտարարված չէ, թե Հայաստան դաշինքը որ ուժին է սատարում, սա մեկ, ինչ կերպ էր դա արտահայտվելու, ընտրություններ ասել են նկատի ունեք արդյոք միայն համապետական ընտրությունները, եթե այո, ապա Հայաստան դաշինքը նույն ձևաչափով է մասնակցելու, թե նման քննարկում չեք ունեցել, դաշնակցությունն առանձնանալու է Ռոբերտ Քոչարյանից, թե այնուամենայնիվ նրա դեմքով է դարձյալ մասնակցելու ընտրություններին, եւ երկրորդ հարցը վերաբերում է փողոցային պայքարին, արդյոք ընդդիմությունը այս դեպքում Հայաստան դաշինքը քննարկում է փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու թվով չգիտեմ որ երրորդ փորձը։ Նախ սկսենք տանից, որ դաշնակցությունը երբեք որևէ մեկի դեմքով չի մասնակցել։ Դաշնակցությունը Հայաստան դաշինքի բաղկացուցիչ քաղաքական ուժերից մեկն է։ Սկզբից դուք ասացիք էլի Ռոբերտ Քոչարյանի դեմքով է մասնակցել։ Բայց դա չի նշանակում, որ դաշնակցությունը ոչ դաշնակցականի դեմքով է մասնակցում։ Դաշնակցությունը որպես քաղաքական կուսակցություն Հայաստան դաշինքում մասնակցել է ընտրություններին։ Որոշումը կայացվել է Հույդա Հայաստանի Գերագույն ժողովում։ Ժողովն է այդ որոշումը կայացրել եւ այսօր ասել, թե ժողովը ինչ որոշում կկայացնի, ուղղակի տրամաբանական չէ։ Չես կարող ասել ժողովը sense բան կարող է որոշել։ Եթե ընտրությունների մասին է խոսքը, եթե պետք է քննարկվի այդ հարցը, պետք է ընտրություններ լինեն, այսինքն ընտրություններից առաջ, ինչպես նախին անգամ պետք է լինի արտահերթ Գերագույն ժողով, որտեղ հերթական Գերագույն ժողովը շատ հեռու չի։ Այս պայմանությամբ Հայաստան դաշինքը հանդես է գալիս որպես կուր ամբողջական դաշինք եւ բոլոր փորձերը կամ այն ինչ որ կողքից այսօրվա մասին է խոսքը։ Եթե դու խոսում ես երրորդ կողմը, որ լքեց, հա, բայց այս պայմանությամբ Հայաստան դաշինքը կա։ Երրորդ կողմի լքելուց հետո Հայաստան դաշինքը չքանդվեց, այսքան փորձել ճաքեր տեսնել, ճաքերը առաջացնել իհարկե անշնորհակալ եւ ձախող գործ է լինելու։ Երկրորդ հարցը Գյումրիում Հայաստան դաշինքը կոչ է անում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ Նիկոլ Փաշինյանի սատելիտների օգտին։ Կոչ է անում գյումրեցիներին առաջնորդվել իրենց կամքի, իրենց խղճի, իրենց մտքի թելադրանքով, չտրվել այդ սպառնալիքներին եւ հենց Գյումրիում կոտրել են վախի մթնոլորտը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում մանավանդ տեղական ինքնակառավարման ընտրությունների նախաշեմին եւ դրանից հետո։ Այս սուտ կեղծիքները, որ տարածում են, դրանց էլ իհարկե չհավատալ, որովհետև ինչ հաստատում, ով էս իշխանություններին դեմ է, հանկարծ դառավ հանցագործ։ Այդ ոնց տենց եղավ։ Նայեք, նույն Գյումրիում, տեսեք ինչ տեղի ունեցավ, հետո Վանաձորում, Բերդում, Վարդենիսում, Թալինում, տեսեք պրոցեսների եւ ես հույս ունեմ, որ այս անիծյալ շղթան կկտրվի հենց Գյումրիում։ Փողոցային շարժման հետ կապված, այո, դա քննարկում ենք եւ միշտ քննարկել ենք։ Քննարկումը թե դեռ շարունակում եք քննարկել, նկատի ունեմ իրատեսական եւ արդյունավետ համարվում է փողոցային պայքարը, թե այնուամենայնիվ գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու լավագույն լուծումը ընտրություններն են։ Նկատի ունեմ փողոցային պայքար, որտեղ օրերն էլ տաքացել են։ Իրատեսական ուղին խորհրդանական եւ արտախորհրդանական պայքարի համատեղումն է, այլ ոչ թե փորձել դրանք իրար հակադրել։ Համադրումն է ճիշտը, ոչ թե հակադրումը։ Այլ հարցեր,
Հարցեր, կարծես չկան, շնորհակալություն պարոն Խաչատրյան։ Եթե, կարճ հարց կարող եք տալ։ Պարոն Խաչատրյան, որ ասում եք ժողովը որոշեց եւ այլն գնացինք, միացանք, բայց այդ ինչ խառը այսպես ճաշակ ունի դաշնակցությունը։ Մեկ տեսնում ենք Հանրապետականի հետ կոալիցիա եք անում, մեկ տեսնում ենք հեղափոխական Նիկոլ Փաշինյանի կառավարությունում եք, հետո Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք եք կազմում։ Այս ինչ բազմազան է դաշնակցության քաղաքական այս նախընտրությունները։ Դաշնակցությունը որոշումներ կայացնում է ելնելով սկզբունքային մոտեցումներից եւ ելնելով տվյալ պահին ստեղծված իրավիճակից։ Եթե դու մշտապես մի քաղաքական ուժի հետ լինեիր, չէ՞, հիմա ձեր հարցի ակնարկը է դա, մեկին որոշեք, այդտեղ եք, այդ դեպքում տարբեր կառույց լինելու իմաստը Բայց ինչու նաև ոչ մեկին չորոշել եւ միայնակ լինել հզոր ուժ։ բայց մենք դաշինքով գնացել ենք առաջի անգամ։ Ընտրություններից հետո յետընտրական զարգացումների արդյունքում ես դու կամ կոալիցիա կազմում կամ չես կազմում։ Այնպես որ դաշինքով ընտրությունների ես եմ ասում 21 թվին են գնացել։ Հետընտրական զարգացումները ելնելով ստեղծված իրավիճակից, արդյունքներից կարող ես կամ կազմել կամ չէ։ Օրինակ, առաջի կոալիցիոն կառավարությունը 99 թվին են կազմվել, չէ՞, որտեղ դաշնակցությունը մասնակցել է։ Հիմա վիճարկում եք 99 թվի խորհրդարանական իշխան ընտրությունների արդյունքները։ Իմ հարցն այն մասին է, որ խորը տարաձայնություններ ունեցող Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, Փաշինյան, Քոչարյան, Փաշինյան, Սերժ Սարգսյանից ոնց էլի դաշնակցությունը լեզու գտնում բոլորի հետ տենց Ուրեմն Փաշինյանի հետ կապված այդ 4.5 ամիսը, որի մասին խոսեցիք, այդ կառավարությունը, որը ձևավորվեց, ինքը մի նպատակ ուներ ընդհանրապես երկիրը անցնցում տանել ընտրություններին եւ այդ խոստումը դրժեց Փաշինյանը իդեպ որևէ կոալիցիոն հուշագիծ ստորագրելու առաջարկը նույնպես դրժել էր Փաշինյանը մյուսը Քոչարյան, Սերժ Սարգսյան անձերի մասին չի այդ օրվա վարվող քաղաքականության մասին է խոսքը եթե այդ օրվա վարվող քաղաքականության նկատմամբ դու ունես ավելի շատ նմանություններ քան թե տարբերություններ այդ դեպքում նորմալ քաղաքական process է որ դու կոալիցիա ես կազմում